Ալիկեն ու Բարիբջանը, կիրգիզական հեքիաթ։ Լինում են չեն լինում, երկու ընկերներ են լինում։ Մեկի անունը Սարինկա է լինում, իսկ մյուսինը Կարական։ Սարիկանը մի տղա է ունենում, անունը Ալիկ է, իսկ Կալականը մի աղջիկ, անունը Բարիբջան։ Շուտով Կարականն իր ամբողջ ընտանիքով քոչում է արևմուտք, մի հեռավոր տեղ։ Այդ ընթացքում էլ Սարիկանը մեռնում է, ու Ալիկեն մնում է որբ։ Ալիկեն այսպես մեծանում է և մի խելոք ու քաջ տղա է դառնում։ Հենց փոքրուց էլ նա շատ բարի է լինում, ծերերի նկատմամբ հարգալից։ Ալիկեն դուր է գալիս մի ծեր կախարդի, և սա տղային սովորեցնում է, թե ինչպես կարելի է կախարդել։ Ալիկեն կախարդելու գործը այնպես է սովորում, որ բավական էր բերանը բացել ու մի քանի խոսք ասեր, ձին տեղնուտեղը կդառնար ճանճ, էլի ինչ-որ խոսք էր ասում, և ճանճը նորից դառնում էր ձի։ Այսպես մեծանում է Ալիկեն, առանց իմանալու, որ արևմուտքում ինչ-որ տեղ ապրում է իր հարսնացուն։ Մի անգամ Ալիկեն ալչու կոճի է խաղում հարևան տղայի հետ, տանում է նրան ու մի լավ ծեծ է տալիս։ Այդ տղայի մայրը զարմանում է ու Ալիկեին ասում. «Հեյ Ալիկե, փոխանակ իմ տղայի հետ խաղալու ու նրան ծեծելու, ավելի լավ կանես գնաս քո հարսնացու Բարիբջանի Կարականի աղջկա ետևից»։ Ալիկեն լսում է հարևան կնոջ խոսքերը, գալիս է իր մոր մոտ ու ասում. «Էնե, ես գնում եմ իմ հարսնացուին փնտրելու։ Ախր քո հարսնացուն շատ հեռու է ապրում, նրա հայրը Կարականը վաղուց է էս տեղերից քոչել ու գնացել, էդ օրվանից Բարիբջանին ոչ մի նվեր չենք ուղարկել, չնայած որ նրա ծնողներից մի մատանի ենք ստացել», պատասխանում է Ալիկեի մայրը։ «Մի քիչ մեծացիր, էն ժամանակ նոր կգնաս Բարիբջանի մոտ»։ Այսպես անցնում է մի քանի տարի, և Ալիկեն որոշում է անպայման գնալ իր հարսնացուի մոտ։ Գնալուց առաջ մայրը նրան տալիս է հարսնացուի նվեր մատանին։ Ալիկեն նստում է իր արագավազ ձին, որ հորից էր ժառանգություն մնացել, և ընկնում է ճանապարհ։ Ալիկեի նժույգը շատ արագ է սլանում, և տղան մի քանի օր հետո հասնում է Կարականի այլը։ Այստեղ նա իր նժույգը մի քնձրոտ յաբու է դարձնում, ինքն էլ հագնում է աղքատի շորեր ու Կարականի մոտ վարձու ծառայող դառնում։ Բարիբջանը այդ ժամանակ արդեն հասուն աղջիկ էր դարձել, և հարևան այլի ծեր-բայը նրա մոտ խնամախոսներ էր ուղարկել։ Մի օր Բարիբջանի փեսացուի եղբայրը նրանց փայտ է բերում։ Ալիկեն օգնում է նրան փայտը սայլից թափելու։ «Դե աշխատիր, մի ծուլանա իմ քաչուլուկ», ոգևորում էր Կարականը իր ծառային։ Քաչլուկ Ալիկեին էր ասում, որովհետև նրա գլխարկի տակից մի մազ անգամ չէր երևում։ «Ինձ 10 ամուր պարան տվեք, ես ինքս փայտի կգնամ», ասում է Ալիկեն։ Կարականը շատ է զարմանում Ալիկեի խոսքերի վրա, բայց ավելի է զարմանում, երբ Ալիկեն միանգամից բերում է դիմացի լեռան լանջը ծածկող բոլոր ծառերը։ Շուտով Բարիբջանի մոտ է գալիս նրա փեսացուն, ծեր-բայը։ Կարականը հրամայում է, որ հարսանիքը 40 օր տևի։ Ջահելները սկսում են խաղեր խաղալ, բոլորը ուրախանում են։ Միայն Բարիբջանն է, որ տխուր նստած է մնում։ Մի խաղին հաջորդում է մյուսը, բոլորը զվարճանում են, բոլորը գոհ են, միայն Բարիբջանն է, որ այդպես էլ չի ժպտում։ Եվ ահա հարսանիքը մոտենում է իր ավարտին։ «Հեյ քաչլուկ, մի մեծ խարույկ վառիր», հրամայում է կանանցից մեկը։ «Աչքս չոփ է ընկել, հանիր», ասում է Ալիկեն այդ կնոջը, բայց կինը իր ձեռքը Ալիկեի աչքին չմոտեցրեց։ Սա դեմքը արագ ետ է քաշում ու ասում. «Մատներդ ոնց որ փշեր լինեն»։
Այսպես նա 3 կնոջ է մոտենում և բոլորին էլ նույն բանն է ասում։ Վերջում Ալիկեն մոտենում է Բարիպճանին։ Աչքիս չոփը հանիր, Բարիպճան, խնդրում է նա։ Բարիպճանը տղայի գլուխը դնում է ծնկանը ու աչքի մեջ սկսում է չոփ փնտրել։ Իսկ Ալիկեն շշնջում է. Ինչ քնքուշ մատներ ունես, և աղջկան ցույց է տալիս նվիրական մատանին։ Աղջիկը ժպտում է։ Առավոտվա կողմը սկսում է ձիով մրցությունը։ Ես էլ իմ յաբույն կնստեմ, ասում է Ալիկեն։ Ձիերը ձեզ ոտնատակ կտան, պատասխանում է կարականը ծիծաղելով։ Ալիկեն նստում է իր քնձրոտ յաբույն։ Ինչ որ խոսքեր է շշնջում, և յաբուն անմիջապես առաջվա հիասքանչ ձին է դառնում։ Եվ Ալիկեն իր հիանալի ձիով բոլորին հաղթում է։ Հետո սկսվում է ըմբշամարտը։ Ես ամենաուժեղ ջիգիթի հետ կկպչեմ, հայտարարում է Ալիկեն։ Կարականը սկսում է համոզել նրան, որ ձեռք քաշի։ Ծիծաղում է նրա վրա, բայց Ալիկեն չի լսում։ Կռվի մեջ է մտնում ամենաուժեղի հետ, բայց ի զարմանս բոլորի նա հաղթում է։ Հետո Ալիկեն գնում է փայտ բերելու և վերադառնալով աղջիկներին ասում է. Քույրիկներ, անտառում գիտեք ինչքան ընկույզ կա։ Սա որ լսում է Բարիպճանը, իր 10 ընկերուհիների հետ վազում է անտառ։ Հենց որ աղջիկները խորանում են անտառի թավուտում, Ալիկեն իր առաջվա կերպարանքն է առնում։ Յաբուն նորից նժույգ է դարձնում։ Հեծնում է իր ձին, Բարիպճանին նստեցնում է առջևը ու տանում իր այլը։ Մոտենալով այլին նրանք ձիուց ցած են իջնում։ Ալիկեն իր նժույգը ճան է դարձնում և դնում ծոցը, և նրանք նստում են հանգստանալու։ Դու միասա աղջկա ու փեսացուի բոլոր հարազատները նրանց են այդ ժամանակ ման գալիս ու փախստականներին տեսնելուն պես շրջապատում են նրանց։ Ալիկեն անմիջապես ճանը նորից ձի է դարձնում, թռչում է թամբին ու հարձակվում թշնամիների վրա։ Նա Բարիպճանի փեսացուի բոլոր հարազատներին կոտորում է, իսկ աղջկա բարեկամներին ձեռք չի տալիս։ Հետո Ալիկեն կարականին հայտնում է իր իսկական անունը, և կարական ասում է. Ուզում եմ մի ճոխ հարսանիք անել։ Եվ բոլորը վերադառնում են այլ։ Բարիպճանի ու Ալիկեի հարսանիքին ամբողջ այլն է հավաքվում։ 40 օր ու 40 գիշեր ուտում են, խմում և մի լավ ուրախանում։ Հայրը նորապսակներին մի գեղեցիկ ու հարուստ ճերմակ յուրտ է տալիս։ Այսպես անցնում են օրեր ու ամիսներ։ Բարիպճանը շուտով մի տղա է ունենում։ Տղայի անունը դնում են Սեյթեկ։ Ուրիշները թե տարիներով են մեծանում, այս Սեյթեկը մեծանում է օրերով։ Եվ ահա մի անգամ Բարիպճանը ամուսնուն ասում է. Հիշում ես հին առածը, չկա նժույգ, որ չկարոտի իր երամակին, չկա բատիր, որ չուզենա հայրենիք վերադառնալ։ Ինչ ես կարծում, ժամանակը չի, որ վերադառնանք մեր հայրենի երկիրը։ Սրան Ալիկեն պատասխանում է. Քո հոր այլից հեռանալու համար պետք է մի պատճառ հնարենք։ Մի քանի օր անց կարականը ոչխար է մորթում, և Ալիկեին ու Բարիպճանին իր յուրտն է հրավիրում։ Երբ միսը սեղան են բերում, կարականը ոչխարի ետևի ոտքի սրունքից մի մեծ կտոր է կտրում ու տալիս իր թոռանը, Սեյթեկին։ Ալիկեն ու Բարիպճանը սա տեսնելով շատ են նեղանում։ Ինչպես երևում է, հայրիկը մեր որդուն հաջողություն չի ցանկանում, որ հյուրասիրում է այդպիսի մեծ և ետևի սրունքով, ասում են նրանք ու ոչխարի մսին ձեռք չեն տալիս։ Կարականը հասկանում է, որ աղջիկն ու փեսան պատճառ են որոնում, որպեսզի թողնեն այլը և հեռանան։ Նա նվիրում է հարուստ ու ճոխ զգեստներ, խալիներ, ձիեր ու թանկարժեք լծասարք։ Ալիկեն, Բարիպճանն ու Սեյթեկը նստում են ձիերին,
Նրանց հետ ճանապարհ է ընկնում նաև իրենց ստրկուհին, մի չեչոտ ու այլանդակ կին։ Նրանք գնում են շատ դանդաղ, չնայած Ալիկեն շատ է ուզում հայրենի վայրերին շուտ հասնել։ Տեսնելով, որ այսպես դանդաղ են գնում, նա իր քարավանը թողնում է ճանապարհին, իսկ ինքը սլանում առաջ։ Բարիբջանը գիշերելու համար կանգ է առնում մի լճափի մոտ։ «Տիրուհի, լողանալ չես ուզում», հարցնում է ստրկուհին։ «Պարանի ծայրը բռնեք ու մտիր ջուրը, մյուս ծայրը ես պինդ կբռնեմ, երբ լողանակ պրծնեք, կօգնեմ, որ ափ դուրս գաք»։ Բարիբջանը համաձայնում է։ Նա հանում է շորերը ու մտնում ջուրը։ Ափին կանգնած ստրկուհին բռնում է պարանի ծայրը։ Բայց հենց Բարիբջանը խոր տեղն է հասնում, ստրկուհին պարանի ծայրը ձեռքից բաց է թողնում։ Այսպես ջուրը քշում է Բարիբջանին ու գետի մեջտեղ գտնվող կղզուն հասցնում։ Իսկ ստրկուհին արագ հագնում է Բարիբջանի շորերը, Սեյթեկին նստեցնում է իր առջևում ու շարունակում ճանապարհը։ Մինչև այդ Ալիկեն հասնում է իր այիլը և հարազատներին ու բարեկամներին ասում. «Ես ամուսնացել եմ Բարիբջանի հետ, իմ նշանածի հետ, շուտով նա տեղ կհասնի, նրա հետ է նաև իմ որդին, Սեյթեկը»։ Ալիկեի հարազատներն ու բարեկամները նստում են իրենց ձիերը և գնում դիմավորելու թանկագին հյուրերին։ Շուտով նրանց դեմ դուրս է գալիս մի չեչոտ այլանդակ կին, ձիում նստած։ Նրա առջև մի տղա էր նստած։ Նրանց այլ են բերում, և ստրուկը Ալիկեին ասում է. «Ալիկե, ճանապարհին ես մի չալտիկ ագրավ տեսա։ Էդ անտերը հենց որ կռաց, դեմքս էսպես պտերով ծածկվեց։ Ագրավը մի անգամ էլ կռաց ու դեմքս բոլորովին սև դարձավ։ Իսկ մեր խեղճ ստրկուհին էլ էս տեսնելով վախից տեղնուտեղը մեռավ»։ Ալիկեն հավատում է ստրկուհուն, մտածելով, որ իր դիմաց սիրելի իր կինն է, Բարիբջանը։ Ալիկեն կանգնեցնում է իր հարուստ ու ճոխ սպիտակ գյուղտը և սկսում են այդտեղ ապրել։ Ահա մի անգամ նրանց մոտ գալիս է մի անցորդ։ «Մի բան պատմիր անծանոթ», խնդրում է Ալիկեն։ «Ինչի մասին պատմեմ, լսածի թե տեսածի մասին», հարցնում է անցորդը։ «Հյուրը պիտի ոչխարի նման հնազանդ լինի, նստիր ու լուռ մնա», հրամայում է ստրկուհին։ Այսպես էլ ամբողջ երեկո հյուրը բերանը չի բացում և առավոտ շուտ թողնում ու հեռանում է։ Մյուս օրը ստրկուհին յուրտի մոտ ուխտափշի մի ճյուղ է տեսնում, տրորում է ճյուղն ու ասում. «Էս փուշը կարող է երեխայի ոտքը մտնել»։ Հետո, տեսնելով յուրտին մոտեցող ուխտի մի սպիտակ ձագի, հրամայում է նրան մորթել ու ասում է. «Էդ անտերը կարող է երեխային վախեցնել»։ Մի քանի օր հետո նրանց յուրտը մի ուրիշ անցորդ է մտնում։ «Մի բան պատմիր, թանկագին հյուր», խնդրում է Ալիկեն։ «Ինչի մասին, լսածի թե տեսածի», հարցնում է անցորդը։ «Լսածը կարող է հնարովի բան լինել, տեսածիդ մասին պատմիր», ասում է Ալիկեն։ «Հյուրը պետք է ոչխարի պես հնազանդ լինի, ավելի լավ չէ, որ ոչինչ չպատմես», մեջ է ընկնում ստրկուհին։ «Իսկ ինչու չպիտի խոսեմ, չէ որ միայն տեսածներիս մասին պիտի պատմեմ», հակառակվում է հյուրը։ «Իսկ ես շատ զարմանալի բաներ եմ տեսել։ Էստեղից ոչ հեռու լճակ կա։ Այդ լճակի վրայով մի չալպուտուրիկ մայր սագ է թռչում ու տխուր լաց լինելով ասում է. «Օ իմ Սեյթեք, ես փուշ դարձա ու քեզ մոտ եկա, բայց ինձ ոտքի տակ տվեցին։ Ես ուխտի ձագ դարձա, որ քեզ մոտենամ, բայց ինձ մորթեցին։ Զարմանալի բաներ չեմ պատմում»։ Առավոտ շուտ Ալիկեն լճափ է գնում ու տեսնում է չալպուտուրիկ մայր սագին, որը իսկապես ողբում էր Սեյթեկին։ Ալիկեն տուն է գալիս, իր հետ վերցնում է որդուն,
Նրան բերում է լճապ ու թողնում այնտեղ։ Մայր սագը մոտ է թռչում ու իր թևով ծածկում տղային։ Այն ժամանակ Ալիկեն թաքուն մոտենում է ու բռնում սագին։ Օй Մալիկե, գնա եւ բեր շորերս։ Ալիկեն արագ գնում է ու բերում նրա հագուստը։ Եվ սագը նորից փոխվում ու դառնում է առաջվա Բարիբջանը։ Ալիկեն տուն է գալիս ու խարդախ ստրկուհուն դուրս անում։ Դրանից հետո նրանք քեֆ են սարքում։ Բոլորը ուտում, խմում եւ ուրախանում են։ Ալիկեն ու Բարիբջանը այսպես նորից գտնում են իրար ու երջանիկ ապրում մինչև խոր ծերություն։